Տեխնիկա կարա դու ես, արա ձենից բարձունը իչ սրատուց։ Ամենը սեմ կուրու դուք է։ Ne. Siempre se toque. Բարլուս, արդեն գարուն է, ու այդ նշանակում է, որ տաք է։ Բացած բներ, բացած դոշեր, բացած ու մենք այդ մոմենտով կարանք շատ ուրախանանք։ Գարնանը աղջիկը պիտի լինի հեզ, այլ ոչ թե ես։ Ասող աղջիկները մոռանում են իրենց կարգախոսը ու սկսում են շրջակա միջավայրին կերծնել հաստ գուբկով լիֆի տակից ծիկրակող իրենց փոքր, բայց մեծ ապագա ունեցող ու առաջ տված դոշերը։ Ձմեռային մազածած կույթից վերածնված ոտքերն ու միամիտ բացված պորտն իր աշդահա պիրսինգով։ Շատ աղջիկները ոգեշնչվելով ծիածանի բազմերանգ գույներից իրենց դեմքի վրա նկարում են թազա աչք, վերևի ու ներքևի թազա պրոշ, ունքերը պրճկելուց հետո քանով նկարում են թազա ունք։ Ու այս ամեն ինչը իրանք անում են օգտագործելով գունային սպեկտրի 50 երանգները։ Մոտավորապես 2.5 ժամ մասկիրովկա լինելուց ու կես լիտր դուխի խմելուց է ցանելուց հետո աղջիկները իջնում են կենտրոններ, որ իրանց պարտքը կատարեն։ Հյուսիսայինի մի ծերից գնան մյուս ծերը, մյուս ծերից այս ծերը։ Այս անմեղ զբոսանք իջացնող զբաղմունքը շատ պահպանակ նպատակ ունի։ Ուշադրություն։ Պահպանակը նպատակը հետևյալն է։ Ամբողջի միջից ընտրելս կամ մեկի նստած ворց, ինա դու ֆրֆրալ դեմո, մտնել իր տեսադաշտի մեջ, շատ ֆրֆրալ, տեսադաշտի մեջ խիստ տպավորվել։ Դիզնել այդ տղու աչքերի մեջ, թեթև ժպտալ, տուտուզով կանգնել մի քանի վայրկյան, հետո մտնել մթամ խանութ, ժամանակ շահել, հետ գալ, դոշերը ցցած անցնել այդ տղու դեմով։ Ֆոտկայիշ մինյա։ Մի խոսքով անել այն ամեն ինչը, ինչը կնպաստի մեր ворցի խշտիգնալու։ Ու այս սաղ ընթացքում նոր տարվա բուդը չմարսելու հետևանքով ուռած փորը հետ քաշած մեր անչափահասի բոլոր նպատակները հասնում են իր տրամաբանական ավարտին։ Չնայած նրան, որ շունչը պայլու հետևանքով իր մոտ արդեն թթվածնային քաղցեր սկսել։ Մեր շուտվանից ղզղնած ворցը իր տեղը թեթևացնելով հելնում է նստած տեղից, հպարտ սամեցի քայլվածքով հասնում է դեմիսկա մեկին, քշտում է շլվարը, նստում է այդ աղջիկա կողքը ու ասում է. «Բարև ծիրուն ջան, կարանք ծանոթանանք»։ Իսկ այդ աղջիկը անմեղ երեխու փշակաղված դեմքով նայում է այդ տղուն ու նորացնի թոթովանքով ասում է. «Կյանք աղբորս հետ կխոսած, եթե թողի մենակ այդ վաղտ, լավ»։ Սրանից հետո եկեք չխորանանք, որ այդ տղեն աղջկանից 14 տարով մեծ էր, ու թե իրանք որ մոթելում շինվան, քանի պոզայով շինվան, ծխին հետո նորից շինվան, ծղոտներում շինվան, ու թե դրանից հետո այդ տղուն քանի տարով տարան բերդը կողին փագին։ Արա քեզի պետք էր ստենդը կողեիր։ Այս ամեն ինչը մի փոքրիկ դրվագ էր այսօրվա աղջիկ երեխեքի մեծ մասի առօրյայից։ Իսկ ինչի է իր կյանքը սենց դասավարվել։ Ինչի պիտի 15-ից 16 տարեկան երեխեն սովորելու ու զարգանալու փոխարեն իր ուղեղը աշխատացնի քսվելու, շինվելու ու ինչ որ մեկի վրա մնալու համար։ Պայմանականորեն վեկալենք մի հատ թազա աղջիկ բալա, ու եկեք դենանք թե ոնց է եղել, որ իր կյանքը սենց է դասավարվել։ Դպրոցում մեր բալին պետք չի սովորել, որովհետև այն սպეციფიկ սփաթով անգրագետ ու փողով ընդունված լիրբ դասատուները կնշանակեն։ Անպայման կնշանակեն, որովհետև տնօրենը արդեն փողը մարսել է։ Ատեստատն իր դեմքի տոպկելուց հետո մեր բալեն անպայման կընդունվի քոլեջ, որտեղ իրանք սպասեն գրկաբաց։ Ամեն դարի մի մեծ խնդիր մկա ուսանողության գլխականակի։ Քոլեջում իր մասին կհիշեն քննությունից քննություն, որովհետև դասի գնալու ժամանակ ինքը ծախսում է դալմաներում ու մոլերում թրև գալու վրա։ Քննությունը ինքը կստանա նաուշնիկով կամ բդին գրած շպարգալկով կամ ես շատ իմանամ ինչը։ Ու սենց ինքը կավարտի քոլեջը։ Իսկ քոլեջից իր միակ ձեռքբերումը կլինի կուսաթաղանթը 8 տեղից ճղած կարած կարկտած ընկերուհին։ Այս կենսակերպն ունեցող մեր բալեն կարա առաջի հայացքից եթիմ թվա, բայց այդ իրականում տենց չի։ Ինքը ունի պապա, որը 10 տարուց ավել է Մոսկվաները ճռռմա, որ կարանա սրա ուսման վարձի զղտկվելու քրչուփալացի ու թազա iPhone-ի փողը տա։ Այդ թեխիա ինքը 10 տարուց ավել ղոպան, այդ լրիվ ուրիշ կիլդիմա։ Ինչ որ էլան կարասիդը Ռուսաստանի տարածները գիտեն ինչ է բազոնը պարտոս կդառնը մեջ դրածի։ Ղոպան տեղ։ Այդ աղջիկը նաև ունի մամա, որի կյանքի երազանքը իր աղջկան ամուսնացնելն է ու դեպուտատի տղա փեսա ունենալը։ Իրականում մեր բալեն իր մոր քթից թռածն է, մենակ այն տարբերությամբ, որ ինքը ավելի մեծ շանսեր ունի դեպուտատի լակոտի վրա մնալու, ավելի շուտ տակը հետո վրա։ Ու ինքը իր մամայի երազանքը վաղ թե ուշ կիրագործի։ Մեր բալեն որպես կանոն դաժե աղբեր ունի։ Աղբերը դեմից դուխով կարքին գյադա է թվում, բայց հենց քվոր վրով մի բան ալնում ու այդ բանը հասնում է բազարվելուն, սրա աղբերը որոշ դեպքերում համոզում է, որ իր հալալ քուր իր քածն է։ Իսկ այդ նշանակում է իր սուրբ պանյատով, որ իր քած ուրիշ ոչ մեկի քածը չի կարա լինի։ Հարգելի անհայտ ցակումով աղջիկներ, քանի որ դուք շատ եք ու բազմանում եք շատ արագ, դրա համար մենք խնդրում ենք ձեզ, եկեք այս գարնանը մի քիչ զսպեք ձեր ցանկությունները։ Աշխարհի վերջը չի, դեռ շատ գարուններ կտենա, կհասցնեք գզմզվեք տնաշեններ։ Նենց մի արեք, որ թուրքը տենա ասի ուրդու սրանց այսքան պուտան լարդու ու թաքուն ուրախանա։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, ձեր այդ վիլեններ, ես թռա։ Don't go.
Եկու, երես պաուզես նկարում դու։ Բեսամփ։ Արա, այդ 3 եղավ, ապուշ։ Շուշան Պետրոսյան։ Պիպետ։ Խնդրում եմ, մի արայքո մի քծիկ գանգացեցեն։ Արա, չկցես, ասում եմ չկցես։ Տիկ-տակ։ Ասիկ պաշկով պդի ուդաս։